Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անցած երեկոյից կորած 3-ամյա երեխայի որոնումները շարունակվում են։ Ծափաթաղի վարչական ղեկավարի տվյալով երեխան կորել է տան մոտակայքից։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որոնումներում ներգրավված են ոստիկանական եւ փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ Երևանից։ Որոնումներն ընթանում են ինչպես գյուղի տարածքում, այնպես էլ հարակից տարածքներում, կիրառվում են դրոններ, գրավված են վարժեցված շներ։ Սևանի ափին աշխատում է նաև մեր նկարահանող խումբը, այս պահին ներկայացնում է Սիմոն Հովանիսյանը։ Հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ են միացել երեկվանից անհետացած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին։ Երեխան անհետացել է հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում։ Ըստ նախնական տվյալների երեխան եղբոր հետ հենց այս կամրջի մոտ է խաղալիս եղել, բայց եղբայրը մենակ է վերադարձել տուն։ Ընտանիքում 5 երեխա են, 3 եղբայր ու 1 քույր ունի Տիգրանը։ Լուր կա, որ 3 Տիգրանի մոր ծնունդն է եղել։ Համայնքի ղեկավարն ընտանիքի մասին դրական կարծիք ունի։ Նորմալ հարևանություն էին անում։ Մարզպետ Կարեն Սարգսյանը եւս Հովանեսովներին գիտի որպես պարկեշտ ընտանիք։ Ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, որպես այդպեսին համայնքում բոլորը ճանաչում են իրենց, բազմամարդ ընտանիք է, այդքան ընտանիքի մասին։ Որոնումներն ընթանում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին դրոններով ու կինոլոգիական խմբերով։ Կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, սակայն դեռևս հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները դրական արդյունք դեռևս չեն տվել։ Open Media-ի նկարահանող թիմը շարունակում է հետևել որոնողական աշխատանքներին դեպքի վայրում։ Իդեպ սա վերջին կես տարում մանկահասակ երեխայի անհետանալու երկրորդ դեպքն է։ Կոտայքի Մարմարիկ գյուղում կորել էր 2-ամյա Տիգրան Պետրոսյանը։ 20 օր տևած որոնողական աշխատանքներից հետո երեխային գտել էին գետում։ Սիմոն Հովանիսյան, Անի Հովանիսյան, Գևորգ Սյանոսյան, Open Media։ Ինչպես արդեն գիտեք, մեր նկարահանող խումբը աշխատում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում, որտեղ երեկոյից կորել է 3-ամյա երեխա, շարունակվում են փնտրտուքները։ Այս պահին ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Անի Հովանիսյանի հետ։ Անի, կրկին ողջույն, ինչ նորություններ ունենք այս պահին։ Ողջույն Անի, ես հիմա գտնվում եմ, իմ թիկունքում գտնվում է Տիգրանի տունը, այնտեղ որտեղ ապրել է Տիգրանը եւ իր ընտանիքը։ Ընտանիքում եղել են 5 երեխա, ինչպես նշվեց 1 քույր եւ 4 եղբայր։ Երեխայի անհետ կորելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է սպանություն։ Աշխատանքները տարվում են թե լճի հարակից հատվածում, թե գյուղում, թե անտառում ու փրկարար ծառայության աշխատակիցների հետ զրուցելուց ես ինձ տեղեկացրին նաև, որ լինում է, որ մեկ հատվածում մի քանի անգամ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Ընտանիքի անդամները այս պահին ոստիկանության բաժանմունքում են, մենք անձամբ տեսել ենք, թե ինչպես են տանում Տիգրանի մայրիկին։ Ըստ նախնական տեղեկությունների Տիգրանը խաղալիս է եղել իր մեծ եղբոր հետ, հենց կամուրջի մոտ, որը դուք տեսաք քիչ առաջ ռեպորտաժում, բայց Տիգրանը տուն չի վերադարձել, տուն է վերադարձել միայն մեծ եղբայրը։ Նշեմ նաև, որ կիրառվում են անօդաչու թռչող նկարահանող սարքեր, այստեղ աշխատում են կինոլոգներ եւ երեխաների հետ աշխատում են հոգեբաններ։ Ըստ ներքին գործերի նախարարության ջրասուզակների կարիք այս պահին չկա։ Այսքանը։ Շնորհակալություն Անի, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Անի Հովանիսյանի հետ, մեր թիմը շարունակում է աշխատել Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում, իսկ մենք շարունակենք թողարկումը։ Ազգային ժողովում քննարկվում է 2026 թվականի բյուջեն, 5 միլիարդով պակաս է էկոնոմիկայի, 10 միլիարդով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն համեմատած նախորդ տարվա բյուջեի հետ։ 36 միլիարդ դրամով էլ ավելացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեն։ Հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին իմանալ, ինչու կենսաթոշակն ու ապրանքների գները հավասար չեն աճում։ Հիմա պարզ բան է էլի հարցնում թոշակառուն եւ աշխատող աղքատը։ Ասում է, բայ ինձ ինչի մոռացաք։ Ասում է, բայ ես էլ պետք է հիմա ստանայի Պարենային Զամբյուղի արժեքի չափով նվազագույն թոշակ, ինչի չեմ ստանում։
Ես պետք է ստանայի միջին թոշակ, որը պետք է հավասարներ նվազագույն աշխատավարձի չափով։ Ինչի չեմ ստանում։ Աշխատող աղքատն ասում է աշխատում եմ աղքատա, բայց դուք հակառակն եք ասել։ Դուք առաջարկեք, ինչը ձեզ դուր չի գալի այսօրվա բյուջեում, որ թիվը ձեզ դուր չի գալիս, որ քաղաքականությունը ձեզ դուր չի գալիս, մենք էլ կքննարկենք, հասկանանք, հնարավոր է ձեր առաջ կարող է մի բան կա, որ մենք չենք հասկացել, դուք ավելի լավ եք հասկանում։ Դա անենք, այն մյուսը չանենք։ Էս է հարցը։ Եվ ամեն տարի այս նույն խոսակցությունն է, այսինքն ամեն տարի այս քննարկման նպատակն է հասկանալ, որտեղ ենք իջացրել կամ բարձրացրել, որը չի համապատասխանում ձեր պատկերացումներին։ Այդ պատկերացումներն կարող ենք ճշգրտել եւ դրա հնարավորությունները ինստիտուցիոնալ գոյություն ունեն։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մի շարք գերիների հերթական դատական նիստներ Բաքվում նրանք կրկին բարձրաձայնել են խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին, ընդգծելով, որ նախաքննության փուլում իրենք ցուցմունքներ են տվել ճնշման տակ։ 3 տարի 2 ամիս կալանքի տակ պահելուց հետո Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ գեներալը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ինքնաիշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի նա չունենալով նման լիազորություն Արեգաբարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետևանքով Բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արզումանյանը չի ընդունում մեղադրանքը, այս տարիներին դատական նիստեր չեն կայացել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով, այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ավելի վաղ վերջինս բաց նամակ դիմում էր հղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Պատճառն այն էր, որ Կոչուբաևի երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ հիշեցնենք, որ փաստաբան Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին եւ օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու մեջ։ Զինծառայող է թեթև մարմնական վնասվածք ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով, հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հավելելով, որ նրա առողջությանը եւ կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է Կայազորային հոսպիտալում եւ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալիքեսիր նահանգում երկրաշարժի հետևանքով շենքեր են փլուզվել։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով մասնագետները գրանցել են 3 տան եւ 1 շենքի փլուզում։ Վերջինում խանութ է եղել։ Հաղորդագրությունում նշվում է, որ երկրաշարժի ժամանակ մի շարք բնակավայրերի բնակիչներ լքել են իրենց տները եւ այժմ վախենում են վերադառնալ։ Բազմակի հետ ցնցումներից ահաբեկված նրանք առայժմ նախընտրում են մնալ դրսում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում եւ արևմտյան այլ քաղաքներում։ Երկրաշարժ է։ Հենց հիմա երկրաշարժ է, վայ, երկրաշարժ է, այո սիրելի հեռուստադիտողներ, շատ ուժեղ ցնցվում ենք հիմա։ Խեղճ երեխաներ, ես հիմա նրանց եմ գրում։ Ուժգին երկրաշարժ Թուրքիայում 48 ժամվա ընթացքում երկիրը ցնցվել է երկրորդ անգամ։ 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Բալեքեսիր նահանգն է։ Ըստ թուրքական պաշտոնական տվյալի 22 մարդ է վիրավորվել, հիմնականում խուճապի պատճառով պատշգամբից դուրս նետվելու հետևանքով։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նահանգի մի քանի քաղաքում բարձրահարկ շենքեր են փլուզվել, դպրոցները փակվել են, շատ բնակավայրերում խափանվել է հոսանքի եւ ջրի մատակարարումը։ Ցնցումների ընթացքում խափանվել է մոտ 16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի 2 օդանավակայանի աշխատանքը։ Օդաչուներին հրահանգել են մնալ օդում։ Ցնցումները զգացվել են Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում եւ հարակից շրջաններում։ Շատերը լքել են իրենց տները վախենալով հետցնցումներից եւ հետագա ավերածություններից։ Արդեն գրանցվել է 2 տասնյակից ավելի հետցնցում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Նախագահ Թայիփ Էրդողանը փորձել է հանգստացնել խուճապի մատնվածներին, հայտարարել է, որ ուժեղ երկրաշարժից հետո իրավիճակը իրենց վերահսկողության տակ է։ Մերի Դանիելյան, Free Open Media։
Չեռնոգորիայում թուրք-ադրբեջանական համայնքի ագրեսիվության դեմ ժողովրդական ընդվզման ալիք է բարձրացել առիթը եղել է թուրքերի մի խմբի ոտնձգություններից տեղացի կնոջը պաշտպանող տղամարդու դանակահարությունը։ Վրդովված չեռնոգորցիները հարձակվել են թուրքական եւ ադրբեջանական օբյեկտների վրա, դրուժինաներ կազմել իրենց բնակավայրերը պաշտպանելու համար։ Իշխանությունները ձերբակալել են մի խումբ թուրքերի, մի քանի տասնյակին էլ մեկուսացրել հայրենիք արտաքսելու նպատակով։ Միջամտել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանն է մանրամասնում։ Թուրքերի ու ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են Մոնտենեգրոյում։ Ամեն ինչ սկսվել է շաբաթ գիշերը սրճարանի մոտ մի սովորական լեզվակռվից։ Կրքերը թեժացել են, երբ մի խումբ թուրքեր հարձակվել ու դանակահարել են չեռնոգորցի տղամարդու, որը պաշտպանել է մի կնոջ։ Բարեբախտաբար տուժածի կյանքը բժիշկները կարողացել են փրկել։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է դանակահարությանը մասնակցելու կասկածանքով 2 անձի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների, բայց ոչ միայն այսքանը։ Եվս 45 քաղաքացի էլ օրինական բնակության փաստաթղթեր չունենալու կասկածանքով է ձերբակալվել։ 7-ին տուգանել են եւս 8-ի հանդեպ արտաքսելու որոշում կայացրել։ Չեռնոգորիայի կառավարությունը ժամանակավորապես կկասեցնի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը եւ ինտենսիվ քննարկումներ կսկսի Անկարայի հետ ապագա վիզային պայմանավորվածությունների շուրջ։ Տեղացիների զայրույթն այնքան ուժգին է, որ ցույցեր են սկսվել սպանեք թուրքերին վռնդեք նրանց կարգախոսներով։ Կատաղած ցուցարարները ջարդուփշուր են արել թուրքերի ռեստորանները եւ մեքենաները։ Տեղացիները սեփական ուժերով նաեւ բարեկախմբեր են ձևավորել թուրքերի հակահարձակումը դիմագրավելու համար։ Հյուգոյի հայտնի այստեղով թուրքեր են անցել միտքն այս դեպքում հակառակ տրամաբանությամբ է գործել։ Անկարան արագորեն արձագանքել է տեղի ունեցածին։ Արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Միլոյ Կոսպայիչի եւ իր պաշտոնակից Էրվին Իբրահիմովիչի հետ, կոչ անելով Չեռնոգորիայի իշխանություններին ապահովել թուրք քաղաքացիների պաշտպանությունը։ Դրանից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչություններ հանդես եկել հայտարարությամբ։ Անկարան ակնկալում է, որ Չեռնոգորիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու համար։ Մոնտենեգրոյում մշտապես կամ ժամանակավ գրանցված 100,000 օտարերկրյա քաղաքացիներից մոտ 13,000-ը թուրքեր են։ Մեծ մասը բնակվում են անօրինական, ընդ որում թուրքերն ունեն գրեթե 7,000 գրանցված ընկերություն։ Օտարերկրյա ձեռնարկությունների ընդհանուր կազմում թուրքականների մասնաբաժինը 28% է։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Ռուսական բուրևեստնիկ հրթիռի հաջող փորձարկման մասին հաղորդագրությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կենտրոնանալ Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման վրա, այլ ոչ թե հրթիռների փորձարկումների։ Մեջբերեմ, նա պետք է վերջ դնի պատերազմին, պատերազմը, որը պետք է տևեր 1 շաբաթ, արդեն 4-րդ տարին է ընթանում է եւ հենց դրանով պետք է զբաղվի, այլ ոչ թե հրթիռներ փորձարկի։ Ճապոնիա մեկնելիս համար 1 ինքնաթիռում ասել է Թրամփը։ Կիրակի օրը Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է իր բացառիկ թևավոր հրթիռը, ինչը Կրեմլը անվանել է երկրի ազգային անվտանգության ապահովման ջանքերի մաս։ Բուրևեստնիկի փորձարկումը եւ Ռուսաստանում միջուկային զորավարժությունները վերլուծաբանները դիտարկում են որպես Վաշինգտոնին ուղղված հերթական ազդանշան, հատկապես այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ ամերիկյան պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային զիջումների գնալ։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի հետաքննության զեկույցը Ռուսաստանին մեղադրում է ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ անօդաչուներով ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու մեջ։ Զեկույցում նշվում է, որ ռուսական դրոնները հետապնդում եւ որսում են մարդկանց, նրանց վրա պայթուցիկներ նետելով։ Այս գործողությունները որակվել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հազարավոր մարդկանց ստիպում է լքել իրենց տները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Թուրքիա կատարած իր առաջին այցի ընթացքում նախագահ Էրդողանի հետ ստորագրել է 8 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ 20 Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի պայմանագիր։ Այս գործարքը խորացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական կապերը։ Անկարան ձգտում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը որպես հակակշիռ տարածաշրջանային մրցակիցներին, ինչպիսին է Իսրայելը։ Հանդիպումից առաջ Սթարմերը այցելել է թուրքական ավիատիեզերական արդյունաբերության ձեռնարկություններ, որտեղ նրան ցուցադրվել է նաև թուրքական արտադրության կան կործանիչը։ Բացի այդ, Թուրքիայում գտնվելու ընթացքում Սթարմերը հայտարարել է, որ վճռական է փակել Ապաստան այցողներին տեղավորող հյուրանոցները, նախորդ կառավարությանը մեղադրելով հսկայական խառնաշփոթ ստեղծելու մեջ։
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Վենեսուելան կասեցրել է էներգետիկ համագործակցությունը Տրինիդադ եւ Տոբագոյի հետ, մեղադրելով նրա կառավարությանը Միացյալ Նահանգների հետ դաշնակցելու մեջ եւ հայտարարելով կենտրոնական հետախուզական վարչության հետ կապ ունեցող անձանց ձերբակալության մասին։ Միևնույն ժամանակ Մեքսիկան եւ Միացյալ Նահանգները երկարաձգել են առևտրային բանակցությունների վերջնաժամկետը, խուսափելու նոր սակագներից, որոնք արդեն իսկ հանգեցնում են աշխատատեղերի կորստի սահմանամերձ մեքսիկական քաղաքներում։ Կարիբյան ավազանում իրավիճակն ավելի է բարդացրել 5-րդ կարգի Մելիսա հզոր փոթորիկը, որի պատճառով Կուբան զորք է տեղակայել փրկարարական աշխատանքների համար, քանի որ Մելիսան արդեն ավերածություններ է գործել տարածաշրջանի այլ կղզիներում։ Այս տարածաշրջանային ճգնաժամերն ավելի են սրվում Թրամփի վարչակազմի ագրեսիվ առևտրային եւ ռազմատենչ քաղաքականության ֆոնին։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Վերադառնանք Հայաստան, ոստիկանության ամփոփագրով անցած մեկ օրում երկրում բացահայտվել է 118 հանցագործություն, այդ թվում մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութերի տարածման, ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք զինամթերքի ապօրինի շրջանառության եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել 1-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած մեկ օրում գրանցվել է 9 ավտովթար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 90-անց տարիքում 8-րդ անգամ Կամերունի նախագահ ընտրվելու Բիափոլի նվաճումը որքան էլ շոկային թվաժողովրդավարության ավանդույթներ դավանող ժամանակակից աշխարհի համար այդուամենայնիվ ռեկորդային չէ։ Նա իշխանության գագաթին է արդեն 43 տարի, մինչդեռ հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդոր Աբիյանգ Նգուեմա Մբասոգոն իշխում է արդեն 46 տարի, անցած դարի 79 թվականից։ Կոնգոյի նախագահ Դենիս Նգուեսոն նույնպես իշխանության ղեկին է 1979 թվականից, սակայն ընդմիջումներով։ Միաժամանակ աֆրիկյան շատ երկրներում էլ ապստամբություններ եւ ժողովրդական ընդվզումներ են սկսվել, թերևս հոգնած որոշ առաջնորդների երկարամյա կառավարումից։ Աննա Հարությունյանն է պատմում։ Բիափոլ Պատվարժան դատարանն ազդարարում է, որ 92-ամյա Բիափոլը արդեն 8-րդ անգամ ընտրվում է Կամերունի նախագահ։ Կենտրոնական Աֆրիկայի այս երկրում պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 7-ամյա է։ Ուստի աշխարհի ամենատարեց առաջնորդը կարող է նոր ռեկորդ սահմանել, նախագահի պաշտոնում մնալով մինչև 99 տարեկանը։ Հավանաբար սա կլինի նրա վերջին վերընտրությունը։ Աֆրիկյան երկրի փողոցներում սակայն համաձայն չեն սպասել մինչև նրա մահը։ Պահանջում են երկրի ղեկը հանձնել ընտրություններում նրա մրցակից 80-ամյա Իսա Տչիրոմա Բակարիին։ Պոլբյանը գողացել է մեր հաղթանակը։ Նրանք արդեն ամեն ինչ նախորոք ծրագրել էին։ Մենք պահանջում ենք մեր թեկնածուի արժանի հաղթանակը։ Այս նախագահը պետք է լքի Կամերունը։ Մենք հոգնել ենք, ժողովուրդը հոգնել է։ Ուզում ենք, որ մեր թեկնածուն Իսատ Չիրոման գա եւ կարգի բերի երկիրը։ Մենք բավականաչափ տառապել ենք։ Երիտասարդները աշխատանք չունեն, երկիրը քաոսի մեջ է։ Իշխանության կողմնակիցները սակայն պնդում են, որ Բիայի հաղթանակը օրինաչափ ու արդար է։ Նա խաղաղության մարդ է, միավորող գործիչ, հայր է երկրի համար, եւ մենք դեռ շատ հույս ունենք նրա վրա։ Բիափոլը, որ այսօր մոլորակի ամենածեր գործող նախագահն է, 1982-ին ընտրվելուց հետո դիմակայել է 84-ի հեղաշրջման փորձին, իսկ 92-ին միջազգային ճնշման տակ անցկացրել է երկրի առաջին բազմակուսակցական ընտրությունները, թեև ըստ դիտորդների բազմաթիվ կեղծիքներով։ Կամերունը միակը չէ աֆրիկյան մայրցամաքում, որտեղ պահանջում են երկարամյա ղեկավարի հրաժարականը։ Մոզամբիկում օրինակ բողոքի ցույցերը սկսվել էին վիճահարույց ընտրություններից հետո, որոնք երկարացրել էին իշխող կուսակցության գրեթե կեսդարյա իշխանությունը։ Մարդիկ բողոքում էին կոռուպցիայի, թանկացումների եւ գործազրկության դեմ։ Մադագասկարում եւս տեղի ունեցան զանգվածային ցույցեր, հիմնականում երիտասարդների Ջենզիի մասնակցությամբ։ Ցույցերն ավարտվեցին ռազմական հեղաշրջմամբ եւ նախկին նախագահի պաշտոնանկությամբ։ Մարոկոյում եւս Ջենզին ակտիվացել է բողոքում են կառավարության անհիմն ծախսերի դեմ։ Մայրցամաքում տարածված շարժումները մարտահրավեր են նետում իշխող էլիտաներին եւ պահանջում ավելի ժողովրդավարական կարգեր։ Աննա Հարությունյան, Open Media։ Եվ վերջում Միլանի Ինտերի կիսապաշտպան Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մոտ 1 ամսով, ինչը լուրջ հարված է գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի համար, հաշվի առնելով առաջիկա խաղերի խիտ եւ լարված գրաֆիկը։ Ինչպես հայտնում է Միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ախտորոշվել է ձախ ազդրի մկանային վնասվածք։ Նշվում է, որ բազմափորձ կիսապաշտպանի վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման
կարգավորման համար նախնական կանխատեսումներով կպահանջվի մոտ 4 շաբաթ։ Մխիթարյանը բաց կթողնի ընդհանուր առմամբ 7 կարևոր հանդիպում, ինչպես երկրի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ Այսքան այս ժամի համար հիշեցնենք, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս։